Բարի օր։ Հունիսի 12-ն է, օրը 5 շաբթի։ Ֆրանսիայի հրապարակում եմ գտնվում։ Այսօր առավոտյան այստեղ որոշ եվրո բաշիբոզուկներ, եվրոթուրքեր պղծություն էին նորից իրականացրել։ Ինչպես տեսնում եք, սա մեր Արցախի դրոշն է։ Հարակից կողքը մեր բարեկամ երկրի Ռուսաստանի դրոշը բերել էին, թուրքական կիսալուսին էին նկարել վրան, նաև մեր բարեկամ երկրի հանդեպ էին պղծություն իրականացնում։ Այս եվրոթուրքերը, սա արդեն որերորդ դեպքն է։ Անցած տարիներին այստեղ երբ Արցախի դրոշներ, որոշ բաշիբոզուկներ փորձել էին ներկել, հետո դրոշը հանել։ Այս իշխանության սածելի տերը եվրոթուրքեր ներկայացնող որոշ ուժեր կան, ինչպես գիտեք, թե ովքեր են այդ ուժերը։ Բազմիցս նաև հիշում եք իշխանությունից առաջ նաև այդ մարդիկ Ռուսաստանի դրոշն էին տրորում գետնին դեսպանատան առջև, դրանից հետո եկան իշխանության, իսկ հիմա իրանց որոշ արտախ խորհրդարանական ուժեր պղծություն են սկսել մեր բարեկամ երկրի հանդեպ, նաև իրենց արարքը ես որակում եմ, նաև տեսեք Արցախի դրոշի կողքին, սիրելի ժողովուրդ, բերում են այս եվրոթուրքերը կիսալուսին են նկարում Ռուսաստանի դրոշի վրա եւ մեր Արցախի դրոշի կողքին դնում են եւ հեռանում են։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Մենք թույլ չենք տալու պղծություններ, նաև մեր Արցախի դրոշի կողքին կիսալուսիններ լինելու, նաև թույլ չենք տալու, որ մեր բարեկամ պետությունների հանդեպ սերմանեն ատելություն այդ թուրքական շահեր սպասարկողները, քանի որ բոլորը տեղյակ եք, իրանք եվրոթուրքեր են, թուրքական շահերն են սպասարկում Եվրոպայի անունը հնչեցնելով։ Դեք ինչ գեղեցիկ է մեր Արցախի դրոշը։ Հիմա կոչ եմ անում ներքին գործերի նախարարությանը, որ հետևողական գտնեն այս պղծարարներին, այս բաշիբոզուկներին, որ այստեղ առավոտյան պղծություն են կատարել Երևանի սրտում, Ֆրանսիայի հրապարակում եւ հանրային ներքին գործերի նախարարություն կոչ եմ անում հանրային որպես պատիժ հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ պատժի են արժանացել այդ բաշիբոզուկները, այդ եվրոպոլ թուրքերը։ Ես նույնպես, ես մի քիչ ուշ տեղեկացա այդ մասին եւ այցելեցի այստեղ մեր քաղաքացիներին տեղեկացնելու, որ ցանկացած եվրոթուրքի երբ որ տեսնում եք նման պղծություններով անմիջապես կատարեք այն քայլը, որը դուք պիտի կատարեք եվրոթուրքերին ռադանելու այստեղից եւ Երևանի այն տարածքներից, որտեղ փորձելու են պղծել, որոնց այս իշխանությունը փորձում է իբր կապ չունենալ հետը, բայց պատրաստվում է այդ եվրոթուրքերի հետ համատեղ ընտրական նոր պրոցեսների։ Այո, հենց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այդ եվրոթուրքերի հետ տարանջատ, իբր թե տարանջատ, առանձին ճյուղ ստեղծելով մասնակցել ընտրություններին, բոլորը դրանց նմաններին, այդ բաշիբոզուկներին պետք է մերժեք Հայաստանի Հանրապետությունից, իրենց տեղը Թուրքիան է, թող գնան իրենց երկիր, լավ եղեք։